Ես ճիշտ եմ հասկանում, որ մենք սահմանում ենք 3 ժամկետ ծառայության համար պարտադիր, 24 ամիս, 4 ամիս եւ 1 ամիս, եւ եթե այո, նաեւ ուզում եի հասկանալ ինչի հենց 1 ամիս եւ 4 ամիս, ոչ թե 6 ամիս եւ 12 ամիս օրինակ։ Մեկ ամսվա դեպքում էլի կարող եմ տրամաբանությունը ենթադրել, այսինքն նվազագույն պատրաստություն անցնեն զորակոչիկները, հետո այդ հնարավորությունից օգտվեն, բայց 4-ը չգիտեմ, կխնդրի ես բարձրաբանել։ Շնորհակալ եմ։ 24 ամիսը օրենքով սահմանված Հայաստանի քաղաքացու պարտավորություններն են, իսկ կրճատ ժամկետները վերաբերում են, դուք ճիշտ նկատեցիք, 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների, որովհետեւ այսօր ինչ է տեղի ունենում։ Մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, ասում են վարժական հավաքներին, օրինակի համար մեր նախկին գյուղապետի, ինչ եւ այլն կամ մեր համայնքի ամենահարուստ մարդու երեխեքը չեն գնում վարժական հավաքների, դուք հատուկ նրանց չեք տանում, բայց իրականությունը կայանում է նրանում, որ այդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում եւ հաշվառված չեն պահեստազորում եւ չեն կարող վարժական հավաքի հրավիրվել։ Այսինքն այս մեխանիզմը նաեւ թույլ է տալու, որպեսզի ավելի շատ թվով Հայաստանի քաղաքացիներ տիրապետեն զենքին եւ նաեւ ըստ անհրաժեշտության համալրեն պահեստազորը։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։